Փառքներդեհին եւ ազատություն հայրենատեր ապստամբ Սասնա ծռերին։ Ընտրություններից անցել է արդեն 2 շաբաթ մի բան էլ ավել։ Բայց տեսնում եք, ինչ խաղաղ է, ինչ հանգիստ է։ Ու բոլորը խոսել են իշխանությունից մինչև լավ, ես խոսում ենք ընտրակեղծարարությունից։ Բայց ամեն ինչ խաղաղ է։ Ոչ ոք չի բողոքում, փողոց դուրս չի գալի, չեն քաշքշում, չեն ջարդում, չեն ավիրում։ Բայց այն ու հարց չի առաջանում, ինչու՞։ Որտեվ ընտրությունը միայն իշխանությունը չի կեղծել։ Սա փաստ է արդեն։ Եթե մարդիկ փողոցում չեն, կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հայտարարել է, թե ով քանի մանդատ ունի, չգիտեմ, աթոռ ունի, ովքեր չպետք է մտնեն խորհրդարան, ում համար են մեռելները քվեարկել, ում համար են անհայտ ծագում ունեցող մարդիկ քվեարկել, ում քվեներն է պակասել։ Հայտնի չէ, այնպիսի խախտումներ է արվել, որ իսկապես ոչ մի անգամ չի կիրառվել։ Սերժիկը գլուխը քարներ տվել Ռոբերտի հետ, թե այդպես կեղծիք կարող էր կազմակերպել։ Ինչ որ արեց, ասենք, Նիկոլի ռեժիմը։ Սովորելու բանն են Նիկոլից մարդիկ։ Դրա համար սուս նստել են։ Գիտեք ինչից է։ Որովհետև այդ արդյունքները ձևավորվել են Կրեմլում։ Նախորոք։ Ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Չէ՞, մինչև պատերազմի սկսվելը Նիկոլն ասում է, չէ՞, սցենարով պատերազմ էր սա։ Այդ սցենարը արդեն Պուտինը գրել էր, թե պատերազմը երբ պետք է սկսվի, երբ պետք է ավարտվի, ով պետք է հաղթի, ինչքան զոհ պետք է տան, ինչ քայլերով պետք է Հայաստանը զիջումներ անի, ինչպես 44 օրյա պատերազմի ընթացքը սկզբից մինչև վերջ, նույնիսկ մինչև մեր օրեր։ Դա էլ է գծված եղել Ռուսաստանում։ Դա շատ կարևոր գործընթաց է, ոնց կարող է Ռուսաստանը դրան մասնակից չլիներ։ Դրա համար խորհրդարան իբր, այսպես ասած, մտած ուժերից, ասենք, ոչ մեկը այդպես քայլեր չի ձեռնարկում, որովհետև ում դեմ, ինչի դեմ, ինչի համար։ Այս է պատճառը, որ այն բանը չէ, մնացածին 0.5%, 1%, այն կարկառուն մուրշ մանգաղ աստղին մնացածը, որ բողոքողն էլ իրենք լինեն, չբողոքողն էլ։ Հիմա էլ ասում են, եկեք մեզ խորհուրդ տվեք։ Քանի կար ասում են, մենք Պուտինի հետ կպայմանավորենք, տենանք ինչ ենք անում։ Իրենք ամեն ինչ Պուտինի հետ են կազմակերպում եւ որոշում նախկինները։ Դե ներկաները ուղիղ Պուտինի հանձնարարության տակ են, ուղղակի որտեղ որ պետք է ասենք Ադրբեջանի շահը առաջնային պաշտպանվի, ասենք միանգամից ընդդեմից Մոսկվայից կապը միացնում են Բաքվի հետ։ Չգիտեմ, Երևանից ուղիղ կարողանում են Բաքվի հետ, ասենք, խոսել հեռախոսով։ Ասենք Նիկոլը, որ ասենք հեռախոսը վերցնում է Պուտինի հետ խոսում է, ինքը կարող է այդպես վերցնելու, ասենք Հեյդարի Լակոտի հետ խոսել, թե պետք է զանգի Մոսկվա, ասի մի հատ Բաքու միացրեք։ Ինձ թվում է դեռ այդ մեկը հələ Բաքվի մի բանով է, Մոսկվայով է Բաքվի հետ կապերը։ Եթե Բաքվի հետ կապերը Մոսկվայով չլիներ, երևի թե Նիկոլը 70% քվե ասենք կվերցներ էլի։ Մենք պետք է այս երևույթի վրա շատ մտածենք։ Իրոք Հայաստանը շատ ծանր վիճակում է։ Տեսեք, Ադրբեջանն էլ է հասկանում, որ Ռուսաստանը այսօր էկուցն է եւ իրեն աջակցող չի լինելու։ Ռուս-թուրքական պայմանագիրը կարող է, ասենք, էլ իրենց օգուտ չտա։ Մարդը մտել է Ամերիկա, սկսել է արդեն նոր պատմություն Ամերիկայում մարդկանց գլուխը մտցնել, թե ինքնով է հայերնով են։ Մեզ ներկայացնում է որպես օկուպանտ, քոչվոր, եկել ենք, խլել ենք, ջարդել ենք, արդեն այնտեղ են միջոցառումներ կազմակերպում։ Ու ՀՀ իշխանությունը դա պետք է երևի երաշխավորի արդեն, ասի, այո, ճիշտ են ասում, դե որ ասում է Արցախն Ադրբեջան է, մնացածն էլ կհայտարարի։ Շուտով այդ արևմտյան Ադրբեջանի համար Նիկոլը ասաց, չէ, այդ քարոզարշավ ժամանակ ասաց, որ Բագրատունյաց արքայական անկումից հետո այստեղ հայեր չեն ապրել։
կամ մեծամասնություն չեն եղել։ Ինքն արդեն իսկ Ալիևին հիմք է տվել, որ գնա աշխարհի տարբեր կենտրոններում, դե էլ ռուս չի լինելու իրենց պաշտպանող, իրենք մենակ են մնալու։ Իսկ աշխարհը Վիլսոնի իրավար վճռ է ճանաչել ժամանակին։ Դրա դեմն առնելու համար այդ մարդիկ պետք է գնան եւ իրենց ներկայացնեն, ու Հայաստանը չպետք է ընդդիմանա։ Հələ ընդհակառակը Նիկոլ Շուրթերը պետք է ասա, ոնց, բա։ Մենք վաղուց պրծած ժողովուրդ ենք եղել։ Ինչ հա, ինչ բան։ Այս իրավիճակն է։ Ու այս իրավիճակում ես չեմ տեսնում այդ ռուսահպատակների, ասենք, ակտիվ ընդդիմանալ Նիկոլին։ Այսինքն ոնց կընդդիմանան։ Ես չեմ լսել, երբ որ Պուտինը Արցախը Ադրբեջան համարեց, ես չեմ լսել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատի Պուտինին, ով է Ռոբերտ Քոչյանը քննադատի, Նիկոլ Փաշինյանը դե ինքը արդեն իսկ հայտարարեց Արցախն Ադրբեջան է, Սերժիկ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, հենց այս Սամվել Կարապետյանը, հենց հիմա Պուտինը գա իրենց առաջ կանգնի կամ ինքը չի գա, իրաց կանչի մոտ ասի մի հատ բարձրաձայն ասա, որ Արցախն Ադրբեջան է։ Տաշիր Սամոն էլ կկրկնի, Քոչյանը Ռոբերտն էլ կկրկնի, այսքան որ այստեղ կապիկություններ են անում։ Կանչի մոտներն ասի հենցնի իլուր աշխարհի հայտարարը, ոնց որ Նիկոլին է հայտարարում, սուսուփուս հայտարարելու են։ Ուղղակի լավ որ Պուտինը չեղավ։ Ու իսկապես օրերի հարց է իմ պատկերացմամբ օրերի հարց է, որտեղ որքան Պուտինի կյանքը երկարում է, այնքան Ռուսաստանը մաս է լինում ներսից։ Էլ կապ չկա, եթե էներգիա չկա, վառելիք չկա, պետությունը ամեն ինչ կանգնում է, ամեն ինչ։ Շտապօգնությունն էլ վառելիք չունենալու։ Մարդը տանը մահամերձ վիճակում ծանր լինի, որ զանգի ասի շտապօգնություն եկեք ասեք, դե ասեն ձեր գլխի ճարը տեսեք։ Այդ վիճակն է Ռուսաստանում։ Ու ասեմ, գտնվում են մարդիկ ռուսերեն տառերով հայերեն բառեր են գրում կամ ռուսերեն կիսահայերեն այսպես ու սրբացնում Պուտինին, դարձնում այդ Ժելեզնի Ֆելիքսը, Պուտինն անպարտ է, Պուտինը եսին, Պուտինն է։ Ու այդ տեսնում եմ, որ օկտատերը, ասենք անմազգանունը հայ է, էլի։ Ու զարմանում եմ։ Այդենց էնտուզիազմով հայերին պաշտպանեք, ձեր ժողովրդին պաշտպանեք, ձեզ պաշտպանեք։ Անմահ մարդ չկա։ Լենինին էլ էին անմահ սարքել, անգամ չթաղեցին, օգուտ տվեց։ Ամոթ է ուղղակի, ես չգիտեմ, Ռուսաստանի համար վառվում են, դից սև են վառվում։ Այսինքն, եթե Պուտինը ասեր ոչ միայն Արցախը, Երևանն էլ է Ադրբեջան, սրանք նորից Պուտինի ոտքերը կընկնեին։ Կա Պուտինն է, չկա Պուտինն է։ Հիմա Պուտինը որ սատկեց, այդ մարդիկ երևի ինքնասպան լինեն, Պուտինի հետ գնան մտնեն փոսը։ Ոնց կլինի առանց Պուտին։ Այն ինչ որ պետք է արվի, իմ պատկերացմամբ պետք է դրսից, բայց ոչ Ռուսաստանից, պետք է աջակցություն ունենա։ Քանի որ Հայաստանի իշխանություններն էլ բացառապես ադրբեջանական շահ են պաշտպանում, մենք պետք է նույնպես ինտենսիվ աշխատենք արևմուտքի հետ, որ Հեյդարի լակոտի կեղծիկը այնտեղ բուն չդնի։ Ուղղակի բուն չդնի։ Այսպիսի խնդիրներ կան։ Եվ ես չգիտեմ Պուտինի սատկելուց հետո սրանք իրենց ոնց կդրսևորեն։ Չգիտեմ, սրանք ընդունակ են ամեն ինչ անելու, երբ որ իրենց ասում են, բայց որ ասող չկա։ Սրանք ունակ են հայրենիք սիրել, հայրենիք պաշտպանել։ Չգիտեմ, շատ դժվար է կռահելը, շատ սարսափելի։ Խոսքը նախկինների մասին է։ Հա, Պուտինը երբ ասում եմ սրանց Տաշիր Սամոյին էլ կանչի, ասի մի հատ տեսախցիկների առաջ հայտարարի, որ Արցախն Ադրբեջան է, ինքը կհայտարարի։ Չի կարա չհայտարարի։ Քոչարյանն էլ եմուսուն։ Բայց որ Պուտինը չլինի, դրանք ինչի են ընդունակ։ Ինքնուրույն հայրենասիրությունը իրենց կդրթի առաջ, թե տեր կփնտրեն ու ով գիտի, փնտրեն ու Հեյդարի լակոտին գտնեն։ Չեմ հասկանում, չեմ պատկերացնում սրանցից։ Դրա համար չեմ վստահում, անգամ Պուտինի սատկելուց հետո մի քիչ չեմ վստահում։
Ես գիտեմ, որ ես ռուսն ինչ էլ անի, ես իրեն ինչ կապիկություն էլ անի չեմ ընդունելու, թուրքն ինչ կապիկություն անի չեմ ընդունելու, ամերիկան երբ որ հակահայ որույթի արտահայտություն անի, արել է, չեմ թաքցնում, որքան էլ ես ասում եմ արևմուտքի հետ մեր հարաբերությունները, այո, պետք է մենք մեր իրավունքին տեր կանգնենք, որ օտարն էլ կանգնի տեր։ Եթե մենք տեր չկանգնեցինք, ամերիկան էլ կոտնահարի, իհարկե։ Բայց երբ որ ամերիկան սխալ բան է անում, ասում եմ դու սխալ ես Ամերիկա։ Ես չգիտեմ, այդ ռուսահապատակները իրենց այդպես չեն դրսևորել։ Մինչև օրս որից մեկը Պուտինին չի քննադատել Արցախը Ադրբեջան համարելու համար։ Չեմ լսել։ Դրա համար ես իրենց մասին որից է դրական բան ասել չեմ կարող։ Իսկ բացասական է, որովհետև իրենց հայրենիքը 23 թվին Արցախը մեր հայրենիքի մի մասը հայաթափվեց, այդ խորհրդարանում պուտինականներ էին բոլորը, մուրս մանգաղ աստղ։ Մինչև օրս դեռ խորհրդարանում են։ Ու ոչ մեկ ինֆարկտով կամ ինսուլտով կատվածով չմեռավ կամ հիվանդանոց չընկավ։ Ասես իրենք դրան պատրաստ էին, դենց էլ պետք է լիներ։ Իսկ մենք ամեն օր նոր ցնցումներ ենք տանում։ Մեր ներսը այրվում է։ Սա է խնդիրը։ Պետք է շատ ստապ եւ շատ կամային հատկանիշներ դրսևորել։ Չէ, կամ մահ կամ ազատություն։ Ոչ թուրք, ոչ ռուս։ Մնա խաղաղությամբ։